Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ նոյեմբերի 10-ին սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում։ Նախարար Սարգսյանն առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել ՊՕԱԿ-ի անձնակազմին, միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի կազմակերպության հետ համագործակցության շրջանակում ցուցաբերած մասնագիտական բարձր պատասխանատվության եւ կատարած աշխատանքի համար։ Անդրադառնալով Գառնիի սեյսմիկ կայանի գործունեությանը, Արփինե Սարգսյանը ընդգծել է կայանի կողմից ստացվող եւ միջազգային գործընկերներին փոխանցվող ճշգրիտ ու բարձրորակ տվյալների կարևորությունը։ Գառնիի սեյսմիկ կայանի հաղորդած ճշգրիտ տվյալները ոչ միայն երկրաշարժերի, այլ նաև տարածաշրջանային եւ հեռավոր ուժեղ սեյսմիկ իրադարձությունների գրանցման աղբյուր են, նպաստելով համաշխարհային խաղաղության ու կայունության ապահովմանը։ Քննարկվել են ազգային դիտացանցի արդիականացման, 2026 թվականին կայանալիք սեյսմիկ ռիսկի նվազեցման թեմայով տարածաշրջանային թրեյնինգային ծրագրի նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ հարցեր։ Նախարար Սարգսյանը շրջել է Գառնիի երկրաֆիզիկական դիտարանի թունելախորշում, ծանոթացել սեյսմիկ կայանի աշխատանքին ու երկրաշարժերի գրանցման նորագույն սարքավորումներին։ Նա եղել է նաև Սեսմա երկրաքիմիական անալիտիկ լաբորատորիայում, որտեղ մասնագետները ներկայացրել են տարբեր մարզերի հորատանցքներից բերված ջրանմուշների հետազոտության ընթացքը։ Տվյալների հավաքագրման եւ օպերատիվ մշակման բաժնում Արփինե Սարգսյանը ծանոթացել է երկրաշարժերի գրանցման եւ շուրջօրյա մոնիթորինգի աշխատանքներին։ Նոյեմբերի 10-ին Երևանում տեղի է ունեցել Ինտերպոլի քարտերի եւ շրջաբերականների համակարգի հարցերով աշխատանքային խմբի կազմակերպած դասընթացը։ Մասնակցում էին Հայաստանի Հանրապետությունում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի, քրեական ոստիկանության գլխավոր վարչության այլ իրավասու վարչությունների, արդարադատության նախարարության գլխավոր դատախազության, հակակոռուպցիոն կոմիտեի եւ քննչական կոմիտեի ներկայացուցիչներ։ Ներքին գործերի նախարարության, ոստիկանության, քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի տեղակալ, Հայաստանի Հանրապետությունում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի պետ, ոստիկանության գնդապետ Նարինե Հակոբյանն իր խոսքում կարևորել է հանցավորության դեմ պայքարում իրավապահ մարմինների եւ Ինտերպոլի արդյունավետ ու ակտիվ համագործակցությունը։ Անդրադառնալով Ինտերպոլի առաքելության մի շարք առանցքային ուղղություններին, Նարինե Հակոբյանը նշել է, որ իրավապահ կառույցների աշխատանքի արդյունավետության բարձրացման ուղղությամբ կարևոր նշանակություն ունի քարտերի եւ շրջաբերականների համակարգի լիարժեք կիրառումը։ Ինտերպոլի քարտերի եւ շրջաբերականների հարցերով աշխատանքային խմբի ներկայացուցիչներ Ալլա Բաչինսկան, Էվա Լատին եւ Մարտին Լունան ներկայացրել են կազմակերպության գործունեության շրջանակը, գործառույթներն ու հիմնական ուղղությունները հանցավորության կանխարգելման, բացահայտման, ինչպես նաև հետաքննության արդյունավետ ընթացք ապահովելու համատեքստում, կարևորելով բոլոր տվյալների պահոցների օգտագործումը։ Ներկայացվել են նաև Ինտերպոլի կառուցվածքային միավորների գործունեության տարբերություններն ու առանձնահատկությունները, դրանց փոխգործակցության ձևաչափերն ու գործառնական համակարգերը, որոնք ապահովում են անդամ պետությունների իրավապահ կառույցների միջև արագ, նպատակային եւ համակարգված համագործակցություն։ Աշխատանքային խմբի ներկայացուցիչը անդրադառնալով Ինտերպոլի կողմից շրջանառվող քարտերի եւ շրջաբերականների տեսակներին, ընդգծել է միջազգային մակարդակով իրականացվող հետախուզումների, հանցագործությունների բացահայտման եւ տեղեկատվության փոխանակման գործընթացում դրանց իրավական շրջանակի ու կիրառման առանձնահատկությունների կարեւորությունը։ Անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստանի Հանրապետության հետ համագործակցության ուղղություններին, առանձնացնելով ազգային մակարդակում իրականացվող գործողությունների առանձնահատկությունները եւ համակարգային փոխգործակցության նշանակությունը։ Վիզուալ գրաֆիկների միջոցով մասնակիցներին ծանոթացվել է Հայաստանի ստացվող ծանուցումների համապարփակ վերլուծությունը, ինչը հնարավորություն է տալիս գնահատել տվյալների շրջանառության դինամիկան, համագործակցության արդյունավետությունը եւ իրականացվող միջոցառումների արդյունքները։ Աշխատանքային խումբը բարձր է գնահատել Ինտերպոլի քարտերի եւ շրջաբերականների շրջանակներում Հայաստանի Հանրապետությունում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի եւ այլ իրավապահ մարմինների համատեղ աշխատանքը։ Դասընթացի երկրորդ օրը Ինտերպոլի ներկայացուցիչներն այցելել են Հայաստանի Հանրապետությունում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրո, որտեղ նրանց ներկայացվել են առանձին դեպքերի վերլուծությամբ խնդրահարույց իրավիճակները, քննարկվել են գործնական լուծումներ եւ արդյունավետ համագործակցության նոր ձևաչափեր։ Դասընթացն անցել է ակտիվ հարցուպատասխանի մթնոլորտում։ Հայաստանի Հանրապետությունում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի պետ Նարինե Հակոբյանը շնորհակալություն է հայտնել Ինտերպոլի ներկայացուցիչներին ամենօրյա համատեղ աշխատանքում մասնագիտական աջակցության համար։ Դասընթացի ավարտին մասնակիցներին տրվել են հավաստագրեր։ Ներքին գործերի նախարարության, ոստիկանության, ձերբակալվածների պահման վայրերի եւ ուղեկցող ստորաբաժանումների անձնակազմի 60%-ն արդեն վերապատրաստվել է խոշտանգումների եւ վատվերաբերմունքի այլ ձևերի արգելքը դասընթացի շրջանակում։ Դասընթացը ունի հարուստ բովանդակային մաս եւ կարծում եմ մեր ծառայողների համար շատ օգտակար եւ գործառույթային պարտականությունների իրականացման համար շատ անհրաժեշտ գիտելիքների ձեռքբերման հնարավորություն է։
Ներքին գործերի նախարարության կրթահամալիրի եւ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի բանախոսները ներկայացրել են ՄԱԿ-ի խոշտանգումների եւ այլ դաժան անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի ու պատժի դեմ կոնվենցիայի եւ Ստամբուլի արձանագրության հիմնադրույթներն ու ոլորտի իրավակիրառ պրակտիկան։ Հաշվի առնելով թեմայի զգայունությունը մշակվել է դասընթացի որակը գնահատելու հատուկ մեթոդաբանություն։ Դասընթացի որակի գնահատման չափանիշները 3 բաղադրիչներից են կազմված։ Նախ եւ առաջ պարզել գիտելիքների եւ հմտությունների իմացությունը ոստիկանության ծառայողների, այնուհետև գնահատել վերապատրաստման դասընթացի որակը եւ արձանագրել հետադարձ կապը։ Դասընթացի սկզբում հարցման միջոցով գնահատվել է թեմայի վերաբերյալ վերապատրաստվողների իմացությունը, իսկ ավարտին ներկայացված նյութի յուրացման աստիճանը։ Վերլուծությունը թույլ կտա գնահատել եւ մատուցվող ծառայության որակը եւ ընկալման աստիճանը եւ գուցե այն բացերը, որոնք հնարավոր արձանագրել։ Ներքին գործերի նախարարությունը կարևորում է ծառայողների շարունակական վերապատրաստումները, որոնց նպատակը մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները կատարելագործելն է։ Ներքին գործերի նախարարության elections.mia.gov հարթակում հրապարակված են նոյեմբերի 16-ին Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի համամասնական ընտրակարգով անցկացվող ավականու ընտրություններին մասնակցող ընտրողների վերջնական ցուցակները որոնման եւ բեռնման հնարավորությամբ։ Որոնման հնարավորությամբ ցուցակները պարունակում են հետեւյալ տեղեկատվությունը. ընտրողի անհատական տվյալներ, հաշվառման հասցե, քվեարկության օր, քվեարկության ժամանակ, ընտրողի ընտրական տեղամասի համար եւ տեղամասային կենտրոնի հասցե։ Ուշադրություն, եթե ձեր անունը չեք գտել ընտրողների ցուցակներում, ապա նոյեմբերի 11-ից մինչև քվեարկության օրվա ավարտը կարող եք մոտենալ միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության տարածքային գրասենյակ համապատասխան տեղեկանք ստանալու համար, որպեսզի ընդգրկվեք քվեարկության օրը կազմվող լրացուցիչ ցուցակներում։ Ընտրելու իրավունք ունեցող անձինք ընտրացուցակներում կարող են որոնել իրենց տվյալները, մուտք գործելով ներքին գործերի նախարարության պաշտոնական կայքի ընտրություններ բաժին կամ կենտրոնական ընտրական հանձնաժողովի TIM 161125 ընտրողների ռեգիստր եւ ընտրողների ցուցակներ բաժիններ։ Ինչպես նվազեցնել անչափահասի կողմից թմրամիջոցների գործածության ռիսկերը, ապահովել օգտակար զբաղվածություն կրթությունից զատ ժամերին, օրինակ, սպորտ, մշակույթ, կամավորություն եւ այլն։ Զբաղվածությունը կնպաստի ռիսկային ժամանակահատվածի կրճատմանը, կապահովի ճիշտ միջավայր։ Հիշենք, անչափահասը սոցիալական էակ է, վերցնում է այն արժեհամակարգը, որը գերակշռում է իր միջավայրում։ Ինչ տվյալներ են հուշում երեխայի կողմից թմրամիջոցի գործածման մասին՝ գերակտիվություն կամ գերպասիվություն, կարմրած աչքեր, նեղ կամ լայն բիբեր, գրգռվածություն, քնկոտություն, անբնական ու երկարատև ծիծաղ, շփոթվածություն, նրա մոտ կամ իրերում կասկածելի զանգվածների, բժշկական կաթուցիչի կամ ապակե գլանակի առկայություն, բուսական ծագում ունեցող թմրամիջոցին բնորոշ հոտ, անհայտ ծագման գումարի առկայություն, ընտանիքին պատկանող գումարի թանկարժեք իրերի անհետացում։ Տնային պայմաններում ինչպես ստուգել անչափահասի կողմից թմրամիջոցի օգտագործման հանգամանքը։ Ձեռք բերել ազատ վաճառվող մուլտի սքրինինգ թեստեր մեզի միջոցով թմրամիջոցի առկայությունը բացահայտելու կամ հերքելու համար։ Երեխային հոգեբանորեն պատրաստել թեստավորման գործընթացին, այն մոտեցմամբ, որ նրա կողմից դա ընկալվի ոչ թե որպես հարկադրանք, այլ անհրաժեշտություն։ Ինչ անել անչափահասի կողմից թմրամիջոցի գործածման հաստատման դեպքում։ Բռնությունը խստիվ արգելվում է, քանի որ հարկադրական վարքագիծը կարող է հանգեցնել անդառնալի հետևանքների։ Պետք է աջակցել հոգեբանորեն հավաստիացնել, որ նրա կողքին եք։ Կատարել լաբորատոր հետազոտություն վերջնական ճշգրտման համար։ Բժշկի հետ խորհրդակցելով ներգրավել նաև հոգեբանի։ Հարգելի ծնող, հիշեք, որ հետևողականությունն ու աջակցությունը ձեր երեխային կարող է զերծ պահել թմրանյութի օգտագործման ռիսկերից կամ օգնել վերադարձնել նրան առողջ եւ ապահով միջավայր։ Համայնքային ոստիկանության գործունեության հիմքում բնակչության հետ ակտիվ համագործակցությունն է։ Համայնքային ոստիկանությունն ունի 57 տարածքային բաժին, 12-ը Երևանում, 45-ը մարզերում։ Յուրաքանչյուր բաժնի կողմից սպասարկող վարչական տարածքն իր հերթին բաժանված է մինչև 7500 բնակչություն ունեցող տեղամասերի։ Համայնքային ոստիկանության գործառույթներն են ոչ մեծ եւ միջին ծանրության հանցագործությունների բացահայտումը, ընտանեկան բռնության, ինչպես նաեւ անչափահասների կողմից կատարվող հանցագործությունների եւ իրավախախտումների կանխումը։
Համայնքային ոստիկանության գործունեության հիմնական սկզբունքներն են՝ սպասարկվող տարածքի առանձնահատկությունների իմացությունը, բնակիչների խնդիրների իմացությունը, կարիքների գնահատումը եւ դրանց արձագանքումը, բնակիչների համախմբումը հանրային անվտանգության մակարդակի բարձրացման շուրջ, հասարակական կարգն ու անվտանգությունը ապահովելու, հանցագործություններն ու իրավախախտումները կանխելու գործում բնակչության ներուժի օգտագործումը, հանրային պատասխանատվություն ու վերահսկողությունը եւ գործունեության թափանցիկությունը։ Ոստիկանության հանդեպ համայնքի վստահությունը կարևոր նախադրյալ է արդյունավետ համագործակցության եւ իրավակարգի կայունության համար։